Բարև ձեզ, բարով եք եկել, սիրելի հայրենակիցներ, նախ շնորհակալություն, որ ընդառաջել եք եւ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր այստեղ եք։ Այսօր իրականում հայտարարության մեջ կար երկու գրքի շնորհանդես, այս գրքերը անցած տարի էին իրականում հրատարակվել, բայց մեր հերթական աշխատանքները թույլ չէին տալիս, որ մենք շնորհանդես կազմակերպենք։ Անշուշտ նրանց հետ մեկտեղ նաև մենք պիտի ձեզ այսօր քննարկություն տանք, տեղեկացնենք մեր վերջին երկու վարձկերի մասին, վարձք 19 եւ 20 համարների մասին, անշուշտ բոլոր համարոտ հետագայում նաև, այսինքն վերջում նաև ազատ տրվելու է, կարող եք վերցնել եւ երկու գրքերը եւ վարձք համարները, որ կարողանանք նաև ընթերցեք եւ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ։ Առաջին գիրքը, որի մասին պիտի խոսեմ, Համբարձում Երամյանի գիրքն է, «Կյանքն ու գործունեությունը»։ Այս գիրքը Համբարձում Երամյանը մանկավարժ, պատմաբան, հասարակական գործիչ եւ Վանի Երամյան վարժարանի հիմնադիր եւ աչազուրկ, իրան նաեւ անվանել է մեծ ուսուցչապետ։ Գիրքը հեղինակել է Սամվել Կարապետյանը եւ երկար տարիներ նրա վրա տարբեր նյութեր հավաքելով, նաեւ մեր աշխատակիցների միջոցով այդ նյութերը համավարպակ ցանկացել է ներկայացնել հենց մի գիրքով, նպատակ ունենալով Համբարձում Երամյանին ավելի ճանաչելի դարձնել հանրությանը, նաև մտահոգություն ունենալով, որ Համբարձում Երամյան, այս մեծ մարդը մեր հասարակության մեջ քիչ է ճանաչվում, եւ գիրքը նախարարական աշխատանքները իրականացվել է Գալուս Գյուլբենկյանի եւ ՌԱՀ ԱՄՆ կազմակերպության միջոցներով, իսկ հրատարակությունը կատարվել է, այսինքն տպագրությունը իրականացվել է ԿԿՄՍ նախարարության հովանավորությամբ։ Հիմա համառոտ Համբարձում Երամյանի մասին ծնվել է 1857 թվականին։ Ուրեմն Համբարձում Երամյանը ծնվել է Վանի Այգեստան տաղամասում մայիսի 5-ին, ճիշտ այն ժամանակ, որ ծնվել է Արմեն Ախնազարյանը մայիսի 5-ին, եւ 1862-63 թվականներին նախ սովորել է հենց Վանի Սուրբ Հակոբ Թաղամասի Ղուկասյան դպրոցում, հետագայում նաեւ 64-68 թվականներին Այգեստանի Համյուսներ Թաղամասի վարժարանում, 1868 թվականին 11 տարեկանում ծաղիկ հիվանդությունից գուրանում է Համբարձումը եւ հայրը մտածում է, որ եթե գուրացել է, ուրեմն այլևս ուրիշ բան չի կարող անել եւ մի գուսան է վարձում եւ նրա մոտ ուղարկում է սովորելու եւ հետագայում որ գուսան դառնա, սակայն հենց նույն ժամանակ ուսուցիչը, Համբարձումի ուսուցիչը դպրոցում Տիգրան Ամիրժանյանը, որովհետեւ նկատում է երեխայի տաղանդը, համոզում է հորը, որ դպրոցից չկտրեն երեխային եւ ինքը ստանձնում է նաեւ ամեն օր իր հետ դպրոց տանել, որովհետեւ ճանապարհը երկար հաճախ է լինում դպրոցից, ձմեռ եւ այսի հնարավոր չէր նաեւ այդ ճանապարհը աչազուրկ Համբարձումը մենակ գնալ եւ 2-3 տարի ինքն է տանում դպրոց, ինքն է վերադարձնում եւ նաեւ խնդրում է բոլոր աշակերտներից դասարանի, որ ընթերցանեն բարձր ձայնով, որ նաեւ Համբարձումը լսելով սովորի այդ ամեն ինչը։ Անշուշտ Համբարձումը նաեւ իր հուշերում գրում է, որ ես նաեւ դպրոցից հետո էի իմ ընկերներիս Արադ իր խոսքերն է, մեր պարտեզի պտուղները արադորեն կդրամադրեի ընկերներուս, որպեսզի կարդան ինձ, եւ այդպես բազմաթիվ գրքեր եւ ընկերներն են արդեն սովորում կարդալ այդ պտուղների շնորհիվ եւ նաեւ ինքը ճակերտներով կարդում է, այսինքն լսելով այդ ամբողջ նյութերը կարողանում է ըմբռնել։ 1873-ին ընդունվում է արդեն քաղաքամեջ թաղամասի Հիսուսյան վարժարան եւ ավարտում է լավագույն երկու աշակերտներից մեկը լինելով։
եւ նույն դպրոցում արդեն նույն Տիգրան Ամիրջանյանը իրեն ուսուցիչի օգնական է նշանակում։ Անշուշտ այս ընթացքում նաև դրանից հետո ինքը ոչ թե միայն դպրոցով է նաև որպես ուսուցիչ, այլ նաև հասարակական գործունեություն է ծավալում։ Եվ բազմաթիվ 1876-ից 80 մի քանի միություններ է հիմնում, հիմնականում նաև դպրոցների օժանդակ միություններ, բարեսիրած, խնամակար եւ բարեդետ։ Իսկ 1887-ին, 82-ին արդեն ամբողջությամբ նվիրվում է, հասկանում է, որ ինքը պետք է նվիրվի այդ ուսուցչության գործին եւ հիմնում է Երամյան դպրոցը։ Անշուշտ սկիզբը վարձով սենյակներում է սկսում այդ գործունեությունը, բայց այնքան է զարգանում եւ այնքան է, այսինքն դասավանդումը այնքան ուժեղ է լինում, որ դպրոց աշակերտների թվականակը ավելանում է եւ 1904 թվականին արդեն նաեւ հանքանակությունների շնորհիվ կարողանում է հարմարավետ մեծ շենք կառուցել եւ մինչեւ 1915-ը վարժանանը գործում է։ Այդ շենքում արդեն ունենում է 3000 գրադարան, որը բարունակում է 3000 գիրք, եւ այդ գրքերի մեծ մասը համբարձումը արդեն ընթերցած է լինում։ Իր այսինքն ընթերցման է տվել եւ ինքը լսել է այդ բոլոր գրքերը։ 15 թվականի դրությամբ արդեն դպրոցը ունեցել էր 3000-ից ավելի շրջանավարտներ։ Վարժարանում նաև գործում է երկամյա բարձրակույն դասընթաց, որի շրջանավարտները նաև կարողանում էին եվրոպական համալսարաններ ընդունվել։ Դպրոցում դասավանդվում է 15 առարկա, առարկան հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, որոնցից են թուրքերեն, հայոց պատմություն, աշխարհագրություն, բնական գիտություններ, որտեղ ինքը դասավանդում է դրանցից 10-ը։ 14 թվականի սեպտեմբերի մեկնում է Եգիպտոս եւ Եգիպտոսում հանքանակություն անելու նպատակով նաեւ իր դպրոցի համար, սակայն արդեն 15 թվականի դեպքերն են տեղի ունենում եւ այլևս հնարավորություն չի ունենում վերադառնալ եւ մնում է Եգիպտոսում, շարունակում է նաեւ իր ուսուցչական գործունեությունը Եգիպտոսի տարբեր քաղաքների դպրոցներում եւ այդ ընթացքում արդեն 1929-ին արդեն մահանում է, ընթացքում ունեցել է ավելի քան 50 հոդվածներ տարբեր նյութերի հետ կապված եւ իր կյանքի գործը Վան Վասպուրական երկհատորը, որը աղադանդեսը ասում է, որ արդեն հրատարակվել է եւ իր կյանքի գործն էր, դրա համար չարչարվում է, հրատարակվելուց մի քանի օր հետո աղադանդեսները տեսել են, որ իր ձեռքի տակ բռնելով բաժանում է բաժանորդներին այդ հատորները եւ արդեն մի քանի օր հետո այդ ընթացքում, այդ բաժանելու ընթացքում ինքը մահանում է, բախշանում։ Ավելի մանրամասն, ինչպես ասեցի, գրքով եւ այժմ Համբարձում Երամյանի մասին իր 160-ամյակին նվիրված միջոցառման մեջ ուզում եմ փոքր տեսնենք այս Սամվելը Ղարաբեդյանը ինչ է ասում իր մասին։ Համբարձում ազդարարությունը այն դեպքն է, որի մասին փոքր տեսնելու, բայց ամենջ ամենը տեղեկությունների եւ հենց սկզբից գրավել են ուշադրությունը եւ հենց ամենասկզբից դասել են, որ այս մարդու վերաբերյալ պետք է թերևս մի գիրք ստեղծվի, որևէ ձևով իր կատարած գործը, կյանքը ներկայացվի, որ ավելի շատ մարդիկ տեղյակ լինեն, անարդար է այն վիճակը, որ Համբարձում Երամյանի վատ գիտեն կամ համարյա չգիտեն։ Երամյանը ֆենոմեն է, ֆանտաստիկ կերպարից։ Կարծում ես բայցած ով շեն անում նաև բոլորի համար։ Ձևլա։ Այս Համբարձում Այսքանը Համբարձում Երամյանի մասին, այժմ մի քանի մեր վարձ հանդեսների մասին, որոնք անցած տարի ենք հրատարակել եւ շատ արագ ավանցիկ
ներկայացնեմ հոդվածները, որոնք ներառված են վարձքի մեջ։ Ուրեմն վարձ 19 Առաջին հոդվածը, որը ինքը հոդվածաշար է, փրկված մասնիկներ ոչոտված մշակույթից, սա իմ հոդվածն է, եւ այստեղ հիմնականում տեղադրում ենք այն լուսանկարներից ստացված արձանագրությունները եւ նաեւ տեղեկություններով համադրում ենք, որոնք ստանում ենք Արևմտյան Հայաստանից մեզ ուղարկված հիմնականում կանձագողերի կողմից, այսինքն այս լուսանկարները ինչ որ կա, ոչ թե մեր ճամփորդության ընթացքի լուսանկարներ են, այլ մեզ ծանոթ կանձագողերը տարբեր տեղեր, երբ որ պեղումներ են անում, ճակերտավոր պեղումներ եւ ինչ հայտնաբերում են, մեզ ուղարկում են։ Իրականում մենք սա սկսել ենք, որովհետեւ իմանում ենք, որ այդ հուշարձանների մեծ մասը հայտնաբերվելուց հետո ոչնչացվելու են, որովհետեւ նույնիսկ իր մեջ մտածում են, որ գանձեր կա եւ քարը նույնիսկ ավերում են եւ փոշիացնում են։ Պարզապես շահագրգռում ենք, թե կարողանանք ինչ կա կարդացված եւ հետեւաբար կարողանում ենք թեգուզ պատկանություն կարողանանք հայագիտությանը նվիրել։ Օրինակի համար ամեն մի հոդվածում 10 այդպես արձանագրություններ կան եւ այստեղ օրինակ մի օրինակ տամ, այս խաչքարը որ տեսնում եք հայտնաբերվել է Բաղեշ քաղաքում կանձախույզները եւ բարձրում է, որ Տեր Մեսրոպ Քահանա Հրետորի հիշատակին 1734 թվականին Գոմոտ Սուրբ Աստվածածին բանկում կանգնեցված խաչքարն է, որը նրա արձանագրությունը երբևէ որևէ միտեղ չի հրատարակվել կամ նրա մասին տեղեկությունները կցկտորել։ Սա այդ օրինակներից հաջորդը դատևի հուշակոթողի ճարտարապետական վերականգնումն է, ճարտարապետ Սամվել Այվազյանի եւ Ամիրան Պատիշյանի, այստեղ իրականում կոթողը, որ գնում է Պարիսներից դուրս, դատևի Պարիսներից դուրս, մոտ 50 մետր հյուսիս, այդ կոթողի վերականգնման նախագիծն է արված երկու ճարտարապետների կողմից, որոնք այսօր նաեւ այստեղ։ Հաջորդը Արցախի Հակակու գյուղի պատմական հուշարձաններն են, որը հոդվածը Էմմա Աբրահամյանի հոդվածն է, այս անշուշտ սա Արցախի գյուղերի հուշարձանները նորից շարք են, որովհետև այդ հուշարձանները վտանգված են եւ ամեն օր նրանց մասին մենք ավերման տեղեկություններ ենք ստանում եւ հետեւաբար մեր մոտ արկա նյութերով ամեն մի վարձքում որևէ մի գյուղայի հուշարձանների մասին տեղեկություններ են հրապարակվում։ Հաջորդ Շուշիի Սուրբ Հովհաննես եկեղեցու 177-ամյա պատմությունն է եւ ճարտարապետությունն է, որովհետեւ 177-րդ տարում արդեն ոչնչացրեցին հուշարձանը, սա իմ հոդվածն է եւ այստեղ նաեւ հատուկ ակնարկայ միայն Շուշիի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճարտարապետության, պատմության, վիմագրության եւ այլ տեղեկություններ։ Սա Էմմա Աբրահամյանի հոդվածն է, Նոր Ջուղայի շրջագիր ծածկագիրը, ուրեմն մենք տարիներ առաջ Նոր Ջուղայի գերեզմանոցի տապանակարերի ուսումնասիրել ենք, հետագայում նաև պատրաստում ենք նրան հրատարակել եւ այստեղ հետաքրքիր էր մի տապանակար, որը ուներ ծածկագիր շրջագիր եւ այս ծածկագիրն է ներկայացվում այս հոդվածում։ Ուրեմն 1903 թվականի Բայազետի առաջնորդարանի Կառլո նահանգի Բայազետի առաջնորդարանի դեղեկագիրն է, որը անտիկ տեղեկագիր էր եւ իրականում հեղինակն էլ հայտնի չէր եւ այստեղ բազմաթիվ նյութեր կան այդ առաջնորդարանի տարածքում գտնվող գավառներում, Դիադինում, Ղարաքիլեսեում, Դուտաղում եւ Ալաշկերտում եւ այդտեղի բնակչության վիճակագրությունը, դպրոցների, քահանաների եւ նաեւ հուշարձանների մասին տեղեկություններ, սա նաեւ մեզ համար էր պետք, որովհետեւ տաշտային ուսումնասիրությունների շատ էր օգնում այս
տիպ այս հանդիպ վավերագիրը հրատարակել, անշուշտ մենք ամրացրել ենք նաև մեր դաշտային նյութերով, հետևաբար բոլոր այն հուշարձանների կամ բնակավայրերի մասին, որոնք խոսվում են այս վավերագրում, մենք տեղում եղել ենք եւ նրանց լուսանկարները նաև գծվում են այս հոդվածի միջոցով։ Հաջորդը 20-րդ համարն է վարձ եւ այստեղ խմբագրակազմի կողմից անցած տարի մեր 55-ամյակն էր մեր կազմակերպության, հիմնադիր Արմեն Ախնազարյանի եւ նաեւ Սաղեր Կարապետյանը, որ մեջտապես Աջակից եւ հետագայում նաեւ Երևանի գրասենյակի համահիմնադիրն է Սաղեր Կարապետյանի հետ, այստեղ է մեր 55-ամյակին նվիրված փոքրիկ տեղեկություն է, հաջորդը նորից նույն այդ ուրեմն վավերագիրը 1903 թվականի հնարավոր չեղավ մի վարձքի մեջ, այսինքն հոդվածաշարի դեսքով երկու մասով հրատարակել ենք երկու վարձերի մեջ։ Եվ այստեղ նորից, ինչպես ասեցի, փրկված մասնիկներ հոշոտված մշակույթի մի այլ համար կա, այստեղ օրինակ կարևորում եմ այս իրը, որը մաղզմա է, հայտնաբերվել է Սիսում, սակայն իր արձանագրությունից մենք պարզում ենք, որ ինքը պատկանել է Սեբաստիայի նահանգի Խնձորի գյուղի գրչության կետրոն Սուրբ Աստվածածին վանքի։ Եվ հետաքրքիր այն է, որ այս վանքը մի անգամ է հիշվում ձեռագրերում 1562 թվականին։ Եվ դրանից հետո միայն հիշվում է 20-րդ դարում որպես ավերակ վանք։ Հետևաբար այս մաղզման, որը 1626 թվականի է, նաև հուշում է, որ արդեն մոտ 50 տարի եւս հաստատ գործել է այս վանքը եւ նրա պատմությունը երկարում է, անշուշտ հետագայում կարող է նաեւ այլ նյութերով ավելի մանրամասն տեղեկություններ ունենանք այս վանքի վերաբերյալ։ Մյուս հոդվածը Աշոտ Հակոբյանի Ողականի բերդն է, Ողականի բերդը, ինչպես գիտեք, Դարոն գավառի գլխավոր ամրոցներից է եղել եւ այստեղ եւ դաշտային աշխատանքների միջոցով եւ նաեւ արխիվային աշխատանքների միջոցով վերջնականապես բարձվում է հենց Ողական բերդի հստակ տեղը, անշուշտ նաեւ դրվում է նրա ճարտարապետությունը եւ այսօրվա վիճակը։ Մյուս Երզնգա քաղաքում Չադրճի բաղնիքի վերաբերյալ է, սա իմ հոդվածն է, ուրեմն այս բաղնիքը թուրքական աղբյուրները եւ նաեւ հայկական աղբյուրները հիմնականում վերագրում են 1548-49 թվականներին, անշուշտ արաբերեն արձանագրությունները վերցանելով ինչ-որ վիճակով, որովհետև այստեղ մենք ավելի լավ ենք վերցանել, քան նախորդ թեկուզ Թուրքիայում վերցանված տարբերակները, եւ սակայն մեր արշավախումբը հենց տեղում պարզեց, որ այսինքն բաղնիքի վրա կա ՊՀ հայերեն մի թվական, որը անում է 1421 եւ դրանոցից ամբողջությամբ փոխում է բաղնիքի պատմությունը, այս արձանագրությունը պատկերացվեց 600 տարի ոչ մեկ չէր նկատել եւ անշուշտ կառուցողները այդ ժամանակ նկատել էին, բայց դրանից հետո որևէ միտեղ չկա նույնիսկ թուրքական հին աղբյուրներում 17-րդ դարի աղբյուրներում նրա մասի տեղեկություն չկա, կարող է եւ նաեւ այսինքն պարզապես թաքցվել է այդ փաստը այդ ժամանակ եւ այս հոդվածը այդ մասին է։ Եվ վերջում Ավելանանոց գյուղի Մելիք Շահնազարյանների տաբանակարերի մասին է, այս հոդվածը Էմմա Աբրահամյանին է, այս անշուշտ նորից վտանգված մի հատված մեր հայրենիքից հուշարձանների վտանգված է եւ այստեղ Ավելանանոց վանքի եւ գավթում արգատաբանակարերի արձանագրություններ են, անշուշտ միայն Մելիք Շահնազարյանների դողմին պատկանող եւ նաեւ Գերեզմանոցում գտնվող արձանագրությունները, նրանց մի մասը առաջին անգամ է հրատարակվում։ Եվ այժմ խոսքը պիտի փոխանցեմ Էմմային Աբրահամյան, մինչև այդ անշուշտ Էմման խոսելու է բուն ավանքի գրքի մասին, մաս առաջինը, որը շուտով նաև կհրատարակվի մաս երկրորդը, եւ փոքրիկ մինչև այդ, եթե անշուշտ հարցումներ կան այս նյութերի հետ կապված, կարող եմ պատասխանել։
Չէ, այս մեր մեջ է, այս ամեն ինչը մեր մեջ կարծում եմ, չէ, այս կտրելու ենք այս հատվածը։ Հին հայկական տոմարով ուղղակի 2800-ն է, չէ՞։ Այո, հնել 70-ն է, պլյուս 551 ենք անում այդ թվականը, որը սկսվել է այդ թվականով թվականը գործել։ Իսկ քանելով թեման բացվեց, այնտեղ նշված էր, որ հիմք ընդունել արաբատար արձանագրությունը, թվագրությունը սխալ է մեկնաբանել։ Ինչ արձանագրություն արաբատար։ Երկու արձանագրություններ ես նշել էի, նրանք Չէ, այնտեղ թիվ կան։ Այո, երկու արձանագրությունների մեջ էլ թվական կա, բայց նրանք նորոգման թվական են։ Ես ենթադրում եմ, որովհետև դա 421-ը կարակորույնների ժամանակ է, ես նույնիսկ ոչ մի ուրիշ բան չկա, միայն ՊՀ-ը գրած։ Եվ այնպես մեծ է գրած, որ այսինքն բայց այո, ես ենթադրում եմ, որ վարպետներն են հայ եւ վարպետը իր ՊՀ-ն լավ նշել է, բայց այդ թվականի վերաբերյալ արաբերեն արձանագրություն չկա։ Օսմանցիները հետակայում, որ կարակորույնից ինչ գրավում էին, այն արաբերեն արձանագրությունները այն նրանցը հանում էին, իրենցն էին դնում։ Եվ ենթադրում եմ այդ կարակորույններին հանել են, բայց այդ հայկական ՊՀ-ն չեն էլ տեսել։ Որովհետև նույնիսկ այսինքն հայ այցելուները 19-րդ դարի նրանք չեն տեսել այդ արձանագրությունը։ Անցնենք բուն հավանքին եւ սկսենք Սամվելի բուն հավանքի մասին 3 րոպե է, շատ չէ, խոսքով։ Ես մի ամբողջ երկրամաս մտածում եմ մաս առ մաս ներկայացնեմ։ Սա պատմական Հայաստանի հարակից, ուղղակի սահմանակից մի երկրամաս է, ներծծված հայ մշակույթով եւ մեր պատմության անբաժան մասն է կազմել անհիշելի ժամանակներից կարելի ասել, խոսքս վերաբերում է Կուրի ձախախնյա շրջաններին, որ վաղ միջնադարում կամ անտիկ շրջանում աղվանք է կոչվել եւ մինչեւ զարգացած միջնադար, մինչեւ 10-րդ դար իրականում առանձին վարչական միավոր է եղել Կապաղակ մայրաքաղաքով, աղվանքը առանձին պետություն էր, Կապաղակը մոտավորապես այդ երկրամասի կենտրոնում է գտնվում եւ հայ բնակչությունը երևի ի սկզբանե Կուր գետը երկաթյա մի պատնեշ չէր եւ անանցանելի մի սահման չէր, բնականաբար փոխհարաբերությունը միշտ եղել է եւ հայտնի չէ թե հայերը Կուրի ձախախնյա շրջաններ Կովկասի հարավահայաց քաշերին դրա դեպքում բուն աղվանքի կոչվել, որովհետեւ Կուրի աչախնյա շրջաններն են Արցախի նահանգները Ինչպես արդեն գիտեք, Սամվել Կարապետյանի բուն աղվանք գիրքը ևս մեր հիմնադրամի 2024 թվականի հրատարակություններից է։ Փառք Սամվելի լուսավոր հիշատակին։ Խոնարհվում եմ բուն աղվանքցի այն հայրենիների հիշատակին, որոնք Սամվելին օգնել են իր ճամփորդությունների ընթացքում։ Եվ նրանցից ցանկանում եմ հիշել մանկավարժ ամուսիններ Ազայի Շենցի Արթուր Թամրազյանին եւ նրա կնոջը Արմիդա Օհանյանին։ Արմիդա Օհանյանը քաղաքացի էր։ Շնորհակալություններ եմ հայտնում նաեւ մեր հիմնադրամի ողջ անձնակազմին, որոնք ջանք ու երամ չխնայեցին եւ կարողացան Սամվելի անավարտ գործը ամբողջացնել եւ հրատարակության պատրաստել։ Հրատարակվեց, ինչպես տեսնում եք, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սարգսակ տպարանում։ Փակեմ, նախ Սարգսակ տպարանում։ Մանկար Բաքուդարյանցի աղվանից երկիր եւ դրացիկ աշխատությունից անհրաժեշտ քաղվածքներ արտադրելով Սամվելը 1984-ից 1987 թվականին կատարել է բազմաթիվ ճամփորդություններ դեպի բուն աղվանք, շրջագայելով շուրջ 300 բնակավայրում։
իր այցելությունների ժամանակ արդեն բուն աղբաններում հայաբնակ էր մնացել միայն 36-ը, իսկ մնացած գյուղերը մինչև 18 թվականն էին հայաբնակ կամ 1910 թվականը կամ 18-րդ դարից հետո էին արդեն մահմեդականություն ունեցել կամ հեռացել երկրամասից։ Սամվելը իր ճամփորդությունների ընթացքում ունեցել է բազմաթիվ դժվարություններ հարուցած ադրբեջանական իշխանությունների կողմից եւ ուղղակի զարմանալի է թե մարդ ինչ ուժեղ կամքի տեր պետք է լինի, որ չնայած բազմաթիվ ձերբակալություններին եւ անգամ մեկ շաբաթ պակի կախքաղաքի պակի մեկ շաբաթ բանտարկվել է, բայց դրանից երբեք չի հուսահատվել եւ չի վհատվել եւ շարունակել է իր նպատակի իրագործումը, այն է բուն աղվանքի հայկական հուշարձանների ուսումնասիրությունը։ Եվ ի նկատի ունենալով Սամվելի բուն աղվանքի հայերեն բիմագրերը աշխատությունը եւ նրա տարածաշրջանին նվիրված տեսանյութերի շարքը ադրբեջանցիները Սամվելի մասին գրել են հետևյալը. Հետաքրքիր է, որ այսօր այն բանից հետո, երբ գիտական աշխարհին հայտնի են աղվանաթուրքերենով աղվան հեղինակների գրի առած բազմաթիվ աշխատություններ, որոշ հայ հեղինակներ աղվանների մասին խոսում են որպես թուրքալեզու հայերի կամ ադրբեջանցիների կողմից թուրքացածների։ Այդ գաղափարի գլխավոր հեղինակներից է հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը։ 1984-ից 1987 թվականներին Սամվել Կարապետյանը այցելելով Ադրբեջանում Կուրի ձախ ափին գտնվող շուրջ 300 գյուղ, այդ թվում Իզաբելի, Սուլտանլուխի և Ջորլու, հավաքելով աղվանական եկեղեցիների և գերեզմանոցների մասին նյութեր, բնականաբար դրանք ներկայացնում է որպես հայ մշակույթի արարողներ։ Գյուղերում գտել է աղվանաթուրքերենով տապանակներ։ Այդ մասին տեղեկացնում է Սամվել Կարապետյանը տեսանյութում և հայալեզու իր աշխատություններում, հենվելով աղվանցի քահանա Մակար Բարխուդարովի աղվանից երկիր և դրացիկ աշխատության 1915 թվականին հրատարակված Կավկասկի կալենդարի և Ադրբեջանի Սովետական Հանրագիտարանի վրա, որ այս տարածքում ապրել են թուրքալեզու հայեր։ Նշեմ, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին, հատկապես 1960-ական թվականներից սկսած, կեղծ աղվանագիտությամբ ստեղծում են կեղծ աղվանագիտությամբ սքողված մի հայեցակարգ, որի անվան տակ էլ նրանք յուրացնում, արյափոխում կամ ոչնչացնում են հայ մարդու արարողները։ Բերեմ դրանցից մի քանի օրինակ, իհարկե առաջինը բուն աղվանքին չի վերաբերվում, այլ հյուսիսային Արցախի Գանձակ քաղաքի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագիր խեցեբեկորներին, որոնք հայտնաբերվել են 1935-ից 40 թվականներին կատարված պեղումների ժամանակ և այս խեցեբեկորները արձանագիր համարվել են աղվանական գրի ծիծեռնակները և ինչպես տեսնում եք, դրանք ոչ թե աղվանական գրի ծիծեռնակներն են, այլ հայերեն շրջագիր գրություններ են։ 2000-ական թվականներին ադրբեջանցի Ֆեզյուդին Նագիևը Կուտկաշենի շրջանի Ամրավան գյուղի աղվանական հռչակված գերեզմանոցից
գիտական ոչ պատշաճ բարեխղճությամբ եւ ուղղակի զավեշտիր հասնող վերծանությամբ ներկայացնում է երկու տապանակար։ Դրանցից մեկը նվիրված էր Տեր Հովհաննեսին կերտված 1466 թվականին, իսկ աջ կողմում դուք տեսնում եք նրանց վերծանությունը։ Մյուսը 1502 թվականին Շաբաթի հիշատակին կերտված տապանակարներ։ Նշեմ, որ չնայած նրանք հռչակում են հայ մշակույթի մարդկանց արարումները որպես աբանական, այնուամենայնիվ դրանք զերծ չեն մնում թե յուրացումից, թե այլափոխումից, թե ոչնչացումից։ Օրինակ, ոչնչացվել են, պայթեցվել են Մեծարի վանքը և Գալակայ եկեղեցին, ոչնչացվել են Նիշ գյուղի և Վարդաշենի եկեղեցիների արձանագրությունները, քանդվել է Մատրասա գյուղի զանգակատունը և նման բազմաթիվ այլ օրինակներ։ 2007 թվականին Հեյդար Ալիև հիմնադրամի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ հրատարակվում է Ադրբեջանի դեմ պատերազմ թիրախն է մշակութային ժառանգությունը խորագրով մի աշխատություն, որտեղ յուրացվում են թե Հայաստանի, թե Արցախի, թե բուն ապրանքի հայ մշակութային ժառանգությունը։ Այդ կեղծարարության դեմ ունենք բազմաթիվ հրապարակումներ և հեղինակներից նշեմ օրինակ Ռուբեն Գալչյանին։ Այժմ ինչպես Սամվելը իր երկու խոսքում է նշում, համեցեք մուտք գործել աշխարհ, որի տեսիլքները ոչ մի օր չեն լքել Սամվելին։ Ես այս առաջի հատորում ներկայացված է բուն ապրանքից 7 շրջան և դրանցից որոշ մի քանի բնակավայրերի պատմություն իրենց հուշարձաններով կփորձեմ ձեզ ներկայացնել։ Արաշ գավառի կենտրոնը Արաշ քաղաքներ և այստեղ 1490 թվականին Գրիչ Ազարյան Սուրբ Աստվածածին եկեղեցում ստեղծում է ավետարան և բազմաթքանի որ Արաշը կոչվում է նաև Էրմանի բազար, այսինքն առևտրական կենտրոն է, դա նշանակում է, որ բազմաթիվ ճամփորդներ, այդ թվում նաև իտալացի, այցելել են Արաշ քաղաք և տեղեկություններ հաղորդել քաղաքի մասին։ Սամվելը և արաշցիները նշել նաև ինչպես նաև բուն ապրանքի հայաբնակ գյուղերի բնակիչները, այլ նաև Նիժի ուտիները 1918 թվականին կոտորվել են թուրքական բանակի ձեռքով և օրինակ արաշցիները, վերապրած արաշցիները հաստատվել են, սփռվել են տարբեր վայրերում, այդ թվում նաև Երևանում և Երևանում հիմնել են նոր արեշտ թաղամասը։ Սամվելը իր այցելության ժամանակ Արաշի եզին մի սոսի ծառի հովանու ներքո հաշվառել է, տեսել է Արաշի գերեզմանոցի վերջին շրանքները մի քանի սալատապաններով և Ումուր Խաթունի հիշատակին կերտված 1963 թվականի տապանակարով։ Այստեղ կար նաև արձանագիր մեկ այլ տապանակար, որը կերտվել էր 1820 թվականին։
Մյուսը Մազրգու գյուղն է, Մազրգու գյուղը նշեմ, որ 1918 թվականին չկոտորվելու պատճառով ամբողջ գյուղով մահմեդականություն են ընդունում, սակայն դա նրանց չի փրկում։ Մահմեդականություն ընդունելուց հետո նրանց բոլորին սրի են քաշում։ Մազրգուի ամենանշանավոր հուշարձաններից է Ավագ Սուրբ Նշան Մատուրը, որը հայտնի ուխտավայր էր, սակայն տղացիների շրջանում հայտնի էր Սուրբ Երիշե անվամբ։ Եկեղեցու բարավորին կար 1867 թվականի շինարարական արձանագրություն։ Մյուսը Նեյմեթապատ գյուղն է, որտեղ Սամվելի այցելության ժամանակ ապրում էր ընդամենը լեզգիների հետ միասին, ապրում էր ընդամենը մեկ հայ, Վալոդյա Հարությունյանը, որն էլ Սամվելին ուղեկցել է և տեղեկություններ հաղորդել շրջանի իրենց գյուղի մասին։ Այստեղ Նեյմեթապատի գերեզմանոցում ապկային արձանագիր հուշարձանները սկսվում էին 19-րդ դարի 30-ական թվականներից և նրանց թվում էր բժիշկ 1882 թվականին վախճանված մեղրեցի բժիշկ Ստեփան Տեր-Զաքարյասի տապանակարը։ Առաջ գավառի Քանդակ գյուղը հետաքրքիր է հատկապես իր գյուղի եզրին գտնվող Սուրբ Երիշե եկեղեցիով, իհարկե այդ եկեղեցին ավերակ էր, և բերումների ժամանակ այստեղից հայտնաբերվել են աղվաներեն և հայերեն գրություններ, և այդ գրությունները կարևոր են նրանով, որ ճշտվում է, պարզվում է եկեղեցու կառուցման տարեթիվը, այն է 640 թվականը, բյուզանդական Հերակլ Կայսեր գահակալման 30-րդ տարում է կառուցվել եկեղեցին և պարզվում է նաև, որ այն կրել է Սուրբ Երիշե անունը։ Մյուսը Արսուի շրջանն է և Արսուի շրջանում Գյանխան գյուղը Սամվելի այցելության ժամանակ արդեն լեզգիաբնակ էր և նրան ուղեկցել են և Սամվելը ձախ-կողմում տեսնում եք հենց Գյանխանի գերեզմանոցում 15-16-րդ դարերով թվագրվող տապանակարը։ Նշեմ, որ այս գրչանկարները Սամվելը հենց կատարել է տեղում և իր դաշտային կետրից ենք սա մենք հատել։ Մյուսը Գյուդան էր, Գյուդանը հայտնի Գյուդայում նույնպես պահպանվել էր գերեզմանոցը, եկեղեցին չկար և Գյուդայի ամենահին տապանակալը արձանագիր Ամիր Բախշին էր, կերտված 1547 թվականին։ Հղարը բաղկացած էր 3 թաղամասից և յուրաքանչյուր թաղամասում կար գերեզմանոց, բայց ուներ ընդամենը մեկ եկեղեցի, եկեղեցին խորհրդային տարիներին ոչնչացվել է։ Գերեզմանոցներից մեկում, միջի թաղի գերեզմանոցում կային նաև խաչքարեր և դրանցից մեկը կերտված էր Մուսփայի հիշատակին։ Գյուրջևանը Արսուի շրջանի ամենաբազմամարդ հայաբնակ գյուղերից էր։ Այստեղ Գյուրջևանի եկեղեցին նույնպես քանդել են և Գյուրջևանը հայտնի էր իր բրուտագործներով, գերեզմանոցներից մեկում Սամվելը արձանագրել է օրինակ 1825 թվականին վախճանված Բրուտ Աբրահամի տապանակարը։ Եվ նշեմ, որ այստեղ շատ էին Գյուրջևանում բնակվում նաև 18-րդ դարի վերջերին
գյուղերին հաստատված արցախցիներ եւ ըստ Սամվելի առանձնապես շատ էին Մարտունու շրջանի Ննգի գյուղի ննգեցի հանգուցյալները։ Վրացներ չկան դեր Գյուրջիվան։ Գյուրջիվանը ուներ նաև շատ գեղեցիկ աղբյուրներ, դրանցից մեկը կերտվել է 1908 թվականին Մարտիրոս Վլասյանցի կողմից եւ կրում էր Գաբրութի անունը։ Մյուսը Զաքաթալայի շրջանն է եւ Զաքաթալայում մինչև 1988 թվականի բռնագաղթն գործել է հայկական փոքրիկ դպրոց եւ սա դպրոցը կրել է Վարդանյան անունը։ Դուք նկարում տեսնում եք Սուրբ Գևորգ եկեղեցին, նշեմ, որ Սուրբ Գևորգ եկեղեցու մասին Սամվելը արձանագրել է հետևյալը. իր այցելության ժամանակ եկեղեցին վերածված է եղել բնակելի տան։ 3 հարկանի։ Երրորդ հարկը ծառայում էր գմբեթատակը, ծառայում էր խաղահրապարակ երեխաների համար։ Յուրաքանչյուր եւ երկրորդ հարկերում 1 սենյականոց 6 բնակարաններ էին։ Սամվելը, որպեսզի կարողանա եկեղեցու հատակագիծը ստանալ կազմել, նա մեկ առ մեկ թակել է դռները, չափել տվյալ բնակարաններում հատվածը, եկեղեցու տվյալ հատվածը եւ հետո Երևան վերադառնալուց հետո դրանք միացրել է եւ ստացել է Եղանան բազիլիկի այս հատակագիծը։ Սա Վարդանյան դպրոցն է, իսկ ետևում Սուրբ Գևորգի գմբեթն է երևում։ Բուն աղվանքի ամենամեծ շրջաններից է Իսմայիլի շրջանը, որտեղ կային հայկական բազմաթիվ գյուղեր։ Դուք տեսնում եք Ազայիշել գյուղը, Արթուր Թամրազյանը, որի մասին սկզբում ասացի, կազմել էր գյուղի հատակագիծը, որը մեր ճարտարապետ Աշոտ Հակոբյանը արբանյականի լուսանկարի հիման վրա վերակազմել է եւ ստացել է հետեւյալ այս պատկերը։ Նշեմ նաեւ, որ գից տրված է նաեւ տնատերերի ցանկը։ Այսպիսի հատակագծեր կազմվել են նաեւ Ղալակար եւ Ուշտալ գյուղերի համար։ Ղալակայինը կազմել է Արթուր Թամրազյանի կինը Ադմիդա Օհանյանը։ Ազայիշենում 1907 թվականին կառուցվում է հայկական դպրոց, որը ընդհատումներով գործում է մինչև 1984 թվականը։ Ձախ կողմի վերին անկյունում դուք տեսնում եք արձանագրությունը դպրոցի ԱԻԲ-ն Ազայիշեն 1907։ Աջ կողմում գյուղի վերջին շրջանավարտներն են 1984 թվականին է Սամվելը նրանց նկարել։ 1985 թվականին դպրոցը հրոճարակ է վերածվում եւ դրանից հետո այլևս չի գործում։ 1988-ին էլ բռնագաղթվում է։ Գյուղի հարավային եզրին էր գտնվում գերեզմանոցը, ընդարձակ գերեզմանոցը, այս լուսանկարը մեզ է հասել Արթուր Թամրազյանի շնորհիվ, որը որոշակի գումար տալով ծանոթ թուրքերին, խնդրում է, որպեսզի իրենց գյուղից նկարներ ուղարկեն եւ այս նկարը մեզ հասել է հենց Արթուրի շնորհիվ։ Մյուսը
Մյուսը Ավանաշեն գյուղն է, եկեղեցին կառուցվել է 1752 թվականին, շինարարական արձանագրությունը չի պահպանվել, այն մեզ է հասել Մակար Բահուդարյանցի շնորհիվ։ Աջ վերին անկյունում դուք տեսնում եք դպրոցի շենքը, որը գործել է 19-րդ դարի վերջերից մինչև նորից բնակավայրը ընդհանրումներով, իսկ ներքևում գերեզմանոցն է։ Բաղյան գյուղում, որը նույնպես լեզգիաբնակ էր, ապրում էին երկու հայ ծերունիներ, միայն այս երկու ծերունիները, որոնք էլ հենց Սամվելին ուղեկցել են գյուղի տարածքով ցույց տվել գերեզմանոցը։ Իսկ ձախ կողմում Գանձակի Սուրբ Աստվածածին եկեղեցին է եւ Սմբատ գյուղաբնակ Սմբատ Քալյանցի շնորհիվ փրկված շինարարական արձանագրությունը, որը նա պահում էր, Սամվելին ցույց է տվել, որ պահում էր իր տնամերձ հողամասում։ Կառուցվել է 1889 թվականին Գանձակի եւ Թոքիշեն գյուղերի հայ բնակիչների ջանքերով։ Գիրքը նույնպես Իսմայելի շրջանի ամենաբազմամարդ գյուղերից էր, նրա նշանավոր հուշարձանից էր 1831 թվականին կառուցված քառակուսի, ինչպես տեսնում եք, գմբեթով Աբուսաշեն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին, որ ճակատագիրը այժմ չգիտենք, թե ինչպիսին է։ Ուներ գերեզմանոց եւ գիրքի գերեզմանոցից մի քանի նմուշ Սամվելի գրչանկարներից։ Զարգարան, այս նկարում դուք տեսնում եք Գալուստ Հայրապետյանին, իր կնոջը Տիկին Սաթիկին եւ Սամվելին։ Հուշարձաններից մի փոքր անցնեմ մի կողմ եւ ուզում եմ ներկայացնել հետաքրքիր մի պատմություն Սամվելի հուշերից, գիտեք այդ բունավանքյան հուշերը կարող եք կարդալ Սամվելի նվիրված մեր բարձ քամար 13-ով։ Սամվելը երբ մտնում է զարգարան եւ իմանում է, որ այնտեղ կա Գալուստ անունով մի ծերունի, իմանում է նրա տան տեղը եւ համարձակ մոտենալով Գալուստ Հայրապետյանի տանը կանչում է, ձայն է տալիս Գալուստ դային։ Գալուստ դային մոտենում է, դուրը բացում, զարմացած նայում է Սամվելին եւ հարցնում է դու ով ես։ Սամվելը ասում է ես Հայաստանից եմ, ասում է դու քեզ Հայաստանն է ուղարկել, թե դու ինքդ ես եկել։ Սամվելը ապշում է, շվարում, մի պահ չգիտի թե ինչ պատասխանել, բայց ստում է ասելով ինձ Հայաստանն է ուղարկել։ Մարդը ոգևորվում է եւ կանչում իր կնոջը Սաթիկին, Սաթիկ, Սաթիկ, Հայաստանը մեր տեղը գիտի, մեր մասին գիտի, մարդ է եկել Հայաստանից։ Նշեմ, որ 1988 թվականի բռնագաղթից հետո Գալուստ Հայրապետյանը հանգրվանում է Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում։ Մի օր Երևանում Սամվելը պատահաբար հանդիպում է Գալուստի աղջկան եւ Գալուստը եւ աղջիկն ասում է միակ մարդը, որին ուզում է իմ հայրը տեսնել, դա դու ես։ Այսպիսի փոքրիկ պատմություն Զարգարանից։ Եվ Զարգարանում, քանի որ Գալուստը ծեր էր, չէր կարող շրջել, խնդրում է իր կնոջը, որպեսզի նա ուղեկցի։ Երբ դուրս են գալիս եւ հուշարձանները պետք է ցույց տար կինը Սամվելի ձեռքին նկատելով նոթատետրը, անմիջապես խլում է ձեռքից, դնում իր գոգնոցի գրպանը եւ ասում. Եթե հանկարծ տեսնեն այս նոթատետրը, դու խնդիրներ կունենաս։
Սա Զարգարանի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը խորհրդային տարիներին վերածված էր պահեստի, իսկ պատին տեսնում եք շատ գեղեցիկ զարդաքանդակ կապանանքար։ Թուբիշեն գյուղի եկեղեցին է կառուցված 1851 թվականին, մեջտեղում տեսնում եք դուք արձանագրությունը, իսկ հայաքաղաքից հետո այդ արձանագրությունը արդեն ոչնչացվել է, իսկ եկեղեցին բավականին խախտվել, փոխվել են գերիspapի քարերի մեծ մասը։ Գալական Իսմայելի շրջանի ամենաբազմամարդ գյուղերից էր, որ բազմամարդ գյուղերից էր եւ բնակարանի նախորդին ուներ մոտ 100-ից ավելի բնակիչ։ Գալակայի Սուրբ Աստվածածին եկեղեցին 2003 թվականին պայթեցվում է, իսկ ձախ կողմում դուք տեսնում եք եկեղեցու կնիքը, սա եկեղեցին է մինչև գմբեթը ներքուստ մինչև պայթեցումը և պայթեցումից հետո։ Իսմայելի շրջանի Նորշեն գյուղն է և այն հայտնի էր իր ծլիբ սրբատեղիով և ծլիբ սրբատեղիում էր գտնվում 7-րդ դարի կոթով։ Նորշենում Սամվելը հանդիպում է Արշավիր պապին, որը միակ բնակիչն էր և ուներ շատ գեղեցիկ խաղողի այգի։ Սամվելը իր հուշերում նշում է, որ Նորշենի բարձունքից նայում է գյուղի տեսարանը և մտածում, թե արդյոք որը կլինի Արշավիր պապի տունը և տեսնում է, որ տներից ամենագեղեցիկը, որը շրջապատված էր խաղողի այգիներով, ենթադրում է, որ դա է Արշավիր պապի տունը։ Առանց որևէ մեկի հարցնելու ուղիղ գնում է Արշավիր պապի տուն և գտնում է նրա ենթադրությունը ճիշտ է։ Արշավիր պապը ուղեկցում է Սամվելին գյուղի գերեզմանոց և ցույց է տալիս նաև իր համար փորած փոսը, տապանաքարը, որի վրա գրված էր անուն ազգանունը և նշում է. ես լեզվիներին շատ լավություն եմ արել, հուսով եմ, որ նրանք չեն սլանա և մեռնելուցս հետո ինձ կամփոփեն այս փոսում։ Սա Շուքուրչի գյուղն է, Շուքուրչի գյուղը գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որը կառուցվել էր 1851 թվականին եղբայրներ Պետրոս և Հովհաննես Ջավադյան Խալափյանցների ջանքերով։ Եկեղեցու բակում Սամվելը արձանագրել է Պետրոս Խալափյանցի շիրմաքարը։ Ռուշան գյուղում Սամվելը տեսել է նաև արձանագրություններ ունեցող բնակելի տներ։ Դրանցից ձախակողմյանը պատկանում էր Ստեփան Սապարյանցին, կառուցված 1886 թվականին, իսկ մյուսը կառուցել էր Հովհաննես Պողոսյանցը 1896-ին։ Ռուշանի եկեղեցին կառուցված 1871-ին ուներ շատ արձանագրություն և շատ գեղեցիկ վարավոր, այստեղ ուղղակի ցույց չեմ տվել, բայց առանձնանում էր նաև իր հայտե սյուներով։ Վանք գյուղում Սամվելին ուղեկցել են Աշոտ հայր և որդի Աշոտ և Իշխան Հակոբյանները։ Ձախ կողմի վերևի նկարում Սամվելը Իշխան Հակոբյանի հետ է և այն Վան գյուղը ուներ բազմադրելի քանի գերեզմանոցներ, գյուղատեղիներ, բայց նրանցից առանձնացրել եմ Ավերակ Վանք գյուղատեղի գերեզմանոցը, որտեղ տեսնում եք, թե խաչքարերը ինչ յուրօրինակ
ձևով են կերտված։ Եվ գերեզմանոցի խաչքարերը ժամանակաշրջանը սկսվում է 15-րդ դարից։ Այստեղ Սամվելի գրչանկարով ավելի գեղեցիկ են երևում խաչքարերը եւ ավելի բարձ ու պատկերավոր։ Քեշտուտ գյուղի եկեղեցին է 1860 թվականին կառուցված, իսկ աջ կողմում 1893 թվականին Թադեոս Տեր Մարգարյանց քահանայի նախաձեռնությամբ կառուցված աղբյուրն է, որը կրում է Մրգրանց անունը, այսինքն Մարգարյանց։ Կախի շրջան Կախի շրջանում Կախ քաղաքում հայերը եղել է երկու եկեղեցի, մեկը վրաց ուղղափառ, իսկ մյուսը հայկական եկեղեցի։ Սամվելի այցելության ժամանակ կանգուն էր վրաց ուղղափառ եկեղեցի եւ վերածված թանգարանն, իսկ հայ եկեղեցու տեղում, հայոց եկեղեցու տեղում կառուցված էր սրճարան։ Կախի շրջանի ամենանշանավոր գյուղերից է Լեքիթը։ Լեքիթի գյուղի երկու եզրերին կային վանական համալիրներ։ Դրանցից հարավ-արևմտյան եզրի վանական համալիրի տարածքում էր գտնվում 7-րդ դարավոր թվակերպով Զվարթնոցավի եկեղեցի։ Հաջորդը Կուտկաշենի շրջանն է եւ կան բազմաթիվ հայկական գյուղեր, Սամվելը արձանագրել է բազմաթիվ հուշարձաններ, բայց ես նախընտրել եմ ցույց տալ միայն Նիշ գյուղի տեղեկություններ հաղորդել Նիշ գյուղի մասին։ Նիշում, ինչպես Սամվելն իր տեսանյութում ասեց, ապրում են ուտիներ։ Ուտիները հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ 1870-ական թվականներից Նիշ գյուղում գործում է հայոց դպրոց։ Նշեմ, որ այս դպրոցում դասավանդել են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ծնողները, Սարգիս եւ Մարիամ Իսրայելյանները, ինչպես նաեւ ազգագրագետ Սարգիս Քամալյանը։ Նշեմ, որ Սարգիս Քամալյանը թողել է մի անտիպ ձեռագիր նվիրված Նիշ գյուղի սովորույթներին, բարբառին, նաև հուշարձաններին, որը մտադիր ենք հաջորդ տարի մեր բաց հանդեսում հոդվածաշարով հրատարակել։ Եվ քանի որ իրենք ասում էին մենք ուտիներ ենք, բայց գրում եւ կարդում էին միայն հայերեն, գրում կարդում էին հայերեն, բոլոր արձանագրի տապանակարերը, բոլոր արձանագրություններում նշված են գրվում էին հայերեն, սակայն այդ արձանագրություններում շեշտվում է ուտիախոս, այստեղ դուք տեսնում եք, որ գրված է ուտիախոս ցերես, հայ լուսավորիչ Արտեմ Տավանող Նիժեցի Պողոսյան Գալակյանցի տապանակարն է սա։ Ուտիախոս, ուտիապարպար, ուտիազը բառը հատուկ շեշտում էին։ Իսկ այստեղ դուք տեսնում եք ձախ կողմում 1908 թվականին կազմված Նիշ հատակագիծը, որը պատմում է Հայաստանի պատմության թանգարանում, իսկ ձախ կողմում նորից Աշոտ Հակոբյանի կազմած գյուղի հատակագիծն է ըստ արբանյակային լուսանկարի։ Նշեմ, որ Նիշը բաղկացած է 4 մեծ թաղամասերից եւ յուրաքանչյուր թաղամաս ուներ իր եկեղեցի։ Սա միջին թաղի Սուրբ Երուշե եկեղեցին է։ Այս եկեղեցին կառուցվել է 1823 թվականին Ալեքսանդր Ջոդանյանցի կողմից։
Տեսնում եք ձախ կողմում Սամվելի նկարը 1980-ական թվականների, իսկ աճում արդեն վերանորոգված է։ Նշեմ, որ 2005 թվականին Նորվեգիայի դեսպանությունը, իդեմս դեսպան Ստեյնար Գիլի և նորվեգական մեկ այլ կազմակերպության աջակցությամբ նորոգում են եկեղեցին, սկսում են եկեղեցու նորոգման աշխատանքներ, սակայն աշխատանքներին հետամուտ լինելով եկեղեցի այցելում Ստեյնար Գիլը և տեսնելով, որ արձանագրությունը չկա, հարցնում է, այստեղ կար արձանագրություն, ու է արձանագրությունը, ոչնչացված է, և որակելով մշակութային վանդալիզմ, նա դադարեցնում է ֆինանսավորումը։ Իհարկե, ադրբեջանցիները շարունակում են իրենց գործընթացը և եկեղեցին նորոգում են։ Նշել նաև, որ Նիժի ավագանում ղեկավարը նշում է, ինչպես հիմա էլ նշում է, որ դրանք կեղծ արձանագրություններ էին, որոնք փորագրել են հայերը 1920 թվականին։ Տեսնում եք Նիժի եկեղեցու արձանագրությունները բարավորի և արդեն ոչնչացված վիճակում։ Եկեղեցու ներսը ներքին տեսքը նորոգությունից հետո մյուսը Նիժի Բենին թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, կառուցված 1890-ական թվականներին։ Այս եկեղեցին տեսեք ինչ հետաքրքիր գմբեթ է ունեցել, որը նորոգությունից հետո ինչ տեսք է ստացել։ Նորից արձանագրությունը ոչնչացրել են և արձանագրության տեղը սալիկներով սփապատկեր են պատրաստել։ Եկեղեցու հարավային մուտքի մոտ եղել է Սուրբ Էջմիածին վանքի որմնանկարը, կատարված 1914 թվականին Արաքել Վեզիրյանի կողմից, բնականաբար այս որմնանկարը այժմ գոյություն չունի։ Այսքանով ավարտում եմ բուն ապրանքի գրքի ներկայացումը և ինչպես Ռաֆին ասաց, հիմա աշխատանքներ են տարվում երկրորդ հատորի ստեղծման ուղղությամբ և կարծում ենք, որ 2027-ին գուցե կարողանանք այն հրատարակել, նշեմ, որ այս երկրորդ հատորում ընդգրկվելու են Վաթաշենի, Շաքիի և Շամախիի շրջանի գյուղերի բնակավայրերը իրենց հուշարձաններով, իսկ ինչ վերաբերում է բունավան գրքի առաջին հատորին, ապա ավելի մանրամասը ծանոթանալու համար կարող եք ձեռքի տակ ունենալ գիրքը և ավելի շատ տեղեկություններ քաղել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Եթե հարցեր ունեք նաև բնավանքի հետ կապված, նախատեսում եք նաև օտար լեզուներով մասնավորապես անգլերեն Այո, նախատեսում ենք, որ առաջինը պետք է սկսենք առաջի հատորի թարգմանչական գործը ռուսերեն և անգլերեն։ շատ կարևոր։ Այո, շատ կարևոր է սա, ասենք Սամվելի ճամփորդության ընթացքում արված աշխատանքը ուղղակի բացառիկ է։ Ճիշտն ասած, որոշ Նիժ գյուղից որոշ տապանակարեր
հրատարակել է նաև Տիկին Հրանուշ Խավատյանը, կան որ իր ազգագրության իր գծով էր նա այնտեղ, բայց իրեն էլ հետաքրքիր է եղել եւ հրատարակել է։ Շատ բարի, շնորհակալություն ձեզ համբերության համար։ Ես դե ուզում եմ ասել, ինչ լավ որ Սամվելի գործը շարունակել եք, այս ամբողջ հավաքել եք լավ ձևով երկրի մեջ, եւ մեզ համար շատ արժեքավոր է, եւ ես ճիշտ եմ հասկացել, ինչ որ մենք հիմա տեսել ենք, դրանից ոչինչ էլի չկա։ Յուրայում կա, դե այս որոշները կան, յուրացված են, փոխված են։ Այո, այլափոխված, յուրացված ձևով, որոշների մասին տեղեկություններ չունենք։ Այսօր ինձ համար դες համար շատ ցավալի է, նույն ժամանակ շատ հաճելի է եղել, նորից Սամվելի հատուկ, հանգիստ ձայնը լսելու եւ պիտի ասեմ, որ դու էլ Էմա, այսքան լավ հանգիստ ձևով շարունակում ես, շատ շնորհակալություն։ Շատ